Ողջույն իմ շատ սիրելի հեռուստատողներին, ողջունում եմ Սփյուռքի առաջ եւ այս պահին ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք աշխատում ենք ABC հեռուստակայանում Լոս Անջելեսի տաղավարից եւ իհարկե դուք կարող եք մեզ հետեւել Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով։ Այսօր կրկին շատ հետաքրքիր հարցերի շուրջ քննարկում կունենանք, բայց մինչ մեր հյուրին ներկայացնելը ուզում եմ ձեզ տեղեկացնել մեր հաղորդման հովանավորի մասին, Երևան Shipping ընկերության մասին, որի միջոցով հնարավորություն ունեք ծանրոցներ ուղարկել դեպի Հայաստան, ընդամենը pound-ը 2.99 արժեքով եւ իհարկե դրամական փոխանցումներ ընդամենը 1%-ով։ Այսպիսի հեքիաթային արժեքներ առաջարկում է միայն եւ միայն Երևան Shipping ընկերությունը։ Այս պահին գովազդ, որից հետո վերադառնանք եւ սիրով ներկայացնեմ իմ տաղավարում իմ հյուրին։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Ծանրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, պիգմենտների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նոր ոչ սրահ Նոր շունչ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Ծանրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Մենք Սփյուռքի առաջ ենք եւ այսօր իմ տաղավարի հյուրն է Կալիֆոռնիա Courier ցերտի գլխավոր խմբագիր, քաղաքական եւ հասարակական գործիչ, հրաշալի մի անձնավորություն Հարութ Սասունյանը, բարև ձեզ պարոն Սասունյան։ Բարև ձեզ։ Այնքան հարցեր կան, այնքան հարցեր են կուտակված, որ չգիտեմ ինչից սկսեմ անգամ, այս մեր իրականության մեջ դուք պարբերաբար ձեր քաղաքական եւ հասարակական գործունեությամբ մեծ գործեր եք ծավալել կապված Մայր Հայաստանի հետ, կապված Սփյուռքում տիրող իրականության հետ։ Առաջինը սկսենք այսօրվա այս խժդժություններից կոնկրետ կապված ցեղասպանության հետ։ Թեև ձեզ բազմից են այդ հարցերն ուղում, բայց կցանկանամ իմ տաղավարում նույնպես քննարկենք այս մասով, որովհետև կա որոշակի հակադրություններ այս իրավիճակի մեջ եւ այս ամենը կցանկանամ ձեզանից լսել։ Սկզբից Դավոս, հետո Վաշինգտոն եւ նույն կարծես թե ֆորմատով կրկնողությունը Հայաստանի վարչապետի կողմից։ Ինչ է սա ցեղասպանության մերժում, կասկածանք, թե ինչ է սա, սա եմ ուզում հասկանալ։ Ուրեմն վարչապետ Փաշինյանը վերջին ամիսներին բազմաթիվ անգամներ այսպես հարցականներ է գցում մեջտեղ ցեղասպանության մասին։ Կարելի է հարցումներ հարցնել ովևէ հարցի մասին, դա նորմալ է, բայց երբ որ ցեղասպանությունը, որ այս տարի 110-րդ տարին է, եւ վարչապետը, այլ վարչապետի պաշտոնով մարդը դակավին հարցնում է, թե ինչ է պատահել 15 թվականին, ինչու է պատահել, պետք է ճշտել, իսկ Անդրանիկ Քոչարյանը մի քանի հարցուց որ որտեղ են այդ թիակները, պետք է հաշվենք, թե քանի հատ են, անուն ազգանուններով։ Հետո վարչապետը նաև մի տարի կամ ավելի
անդադ քննադատում է pedagogan խորհրդանիշները, որ օրենքով բաժվում է այդպիսի խոսքերը, Արարատի թեմ խոսում է, Զիրանշանի թեմ խոսում է, եւ Հայոց պատմության դեմ խոսում է առհասարակ։ Հայաստանի պատմություն, ոչ թե հայոց պատմություն, իրական Հայաստան եւ ոչ թե պատմական Հայաստան։ Լրիվ անիմաստ բաներ։ Միաժամանակ այս բոլորը արդենարձած բավարար չէ։ Ամեն անգամ որ Ալիևը մի բան է պահանջում, մի քանի օր հետո Փաշինյանը նույն բանն է գրտնում։ Ալիևը ասում է որ պետք է համանությունը փոխեք։ Փաշինյանը ասում է այո, համանությունը կփոխենք, հանձնաժողով կազմել է։ Ալիևը ասում է որ Եվրոպական միության խաղաբահները պետք է հեռացնենք երկրից։ Փաշինյանը ասում է այո, կհեռացնենք։ Ալիևը ասում է որ այդ միջազգային թադարաններում որ հայցեր ներկայացված են Ադրբեջանի դեմ պետք է ետ վերցնենք։ Փաշինյանը ասում է այո, վերցնենք։ Այսինքն չենք հասկանում այստեղ մի քանի հարցեր կան։ Մեկը այն է որ երբ որ մեկը փորձում է քեզ կովրա ջնշում բանեցնել եւ քեզ բարձրացնել որ ինչ որ զիջումներ անես եւ երբ որ դու անընդհատ այո ես ասում դու բարձրապես քաչալերում ես որ այդ մարդը ավելի զիջումներ բանջի Ալիև երբեք չի ասելու որ լավ բավարար է այս կամպանը ստացանք Հայաստանից Արցախը ստացանք Հայաստանի Հանրապետության հողատարածքի մի մասի վրա նստել է ստացանք Տավուշի 4 գյուղերը ստացանք Էդի բավարար չի շարունակում է եւ անշուշտ ինքը ասում է որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջան է Այսինքն Հայաստան գոյություն չունի Այն պարզ տարբերությամբ որ Հայաստանում հայոց պատմությունն են ուրանում արդեն կամած բայց Ալիևը ստեղծում է ինչ-որ նոր պատմություններ որոնք անցյալից է իբրև վերցրված տեսեք ինչ է ստացվում Պաստոն Ալիևը իր պատմությունը պաշտպանում է մենք մեր պատմությունը ուզում ենք մոռանալ եւ լսենք ինչ-որ խենթ ու խելագար ինչ-որ պատմություններ Բայց դարբերությունը այն է որ կարևոր դարբերությունը Ադրբեջանը ինքը պատմություն չունի մի 100 մի քանի դարու երկիր է հանրապետություն է իսկ մենք ունենք հազարավոր դարների պատմություն այո պատմությունը մեր անցյալն է մեր արմատներն են մենք չենք կարող առանց արմատների առանց անցյալի ապրել մենք նորելուկ մի երկիր չենք Ադրբեջանի նման եւ իմ վախս է որ այսպես թե շարունակի Փաշինյանը մի օր էլ վեր կգանքնի եւ գասե որ Հայաստանի Հանրապետությունը սկսել է 2018 թվականին իր օրոք եւ Վարշավետ եղավ ամեն ինչ սկսում է իր օրոք Լավ, պարոն Սարգսյան, հիմա մարդը արել է հեղափոխություն, բերում է նոր օրենքներ, բոլորս ընդունեցինք որ արվեց հեղափոխություն, հիմա հասկանում ենք որ դա ինչ է, բայց անունն էր հեղափոխություն։ Հիմա իր հեղափոխության ժամանակահատվածում մարդը երևակայական ինչ-որ բաներ է փոխում, ասենք վերցնենք հոկտեմբերյան հեղափոխությունը, սովետական սոցիալիստական հեղափոխությունը, որ Լենինը փոխում էր ինչ-որ բան, բոլշևիկյան, այո։ Տեսեք ինչքան բան փոխվեց թակավորից հետո, չէ՞, ասենք համակարգ փոխվեց եւ այլ եւ այլ։ Հիմա ինչի չենք ուզում հասկանալ, միգուցե ասածս մի փոքր տարբեր է, բայց ինչի չենք հասկանում, որ այս մարդը լա հեղափոխության եկել, ինչ որ նոր բաներ է բերում ժողովրդին կամ աշխարհին կամ ազգին, չգիտեմ։ Նայեք, ուրեմն երբ որ այս մարդը նոր իշխանության եկավ 2018 թվականին, մեր ժողովուրդը թե Սփյուռքում, թե Հայաստանում չափազանց խանդավառ էր։ Եվ այսպես փողոցը որ տեսնում էին, ասում են պարոն Սարգսյան, շնորհավորություններ, ասի ինչի համար, ասի ո Փաշինյանը եկել է։ Ասացի որ լավ եկել է, ես էլ ուրախ եմ որ փոփոխություն կա, փոփոխությունները միշտ կարող են լավ արդյունք տալ։ Բայց ասում են որ մի քիչ համբերեք, նայենք այս մարդը ինչ պիտի անի, եթե ամիսներ հետ տեսնենք որ շատ լավ բաներ է անում, երկիրը առաջանում է, զարգանում է, այնադեպ բոլորս էլ ուրախանանք, բայց իմանալով մեր ժողովրդի նկարակիրը կամ մի մարդու չափազանց շատ սիրում ենք, կամ չափազանց ադում ենք։ Այսպես միջին ճամփա չկա։ Բոլորս էլ մեր լավ կողմեր ունենք, վատ կողմեր ունենք, բայց կամ տեսնում ենք միան լավ կողմերը, կամ միան վատ կողմերը։ Եվ քանի որ այդպես ծայրահեղ մոդեցում ունենք, երբ որ սպասում ենք որ մի մարդ մի լավ բան անի, բայց չի անում, ուրեմն սկսում ենք ադելու այդ մարդուն եւ հուսահատվում ենք, հուսախաբում ենք։ Ամենը վատ բանը որ այսօր օրին լսում եմ իմ ընկերներից, իմ շրջապատից, եւ որ խոսում եմ Հայաստանի մասին, քանի որ ժուրնալիստ եմ, շատերից ասում են որ շատ ցավալի է,
ասում են ես Հայաստանի մասին չեմ ուզում ոչ մի բան լսել, չեմ ուզել Հայաստանի մասին խոսալ։ Եվ ո՞րն է պատճառը։ Ասում է այնքան վատ է վիճակը 2020-ի բարդությունից հետո Փաշինյանի այդ հիմար հայտարարությունները, չեմ ուզում սպալ Հայաստանով, լուրջ իմ վրա դեպրեսիա է գալիս։ Ասում եմ չի կարելի այդպես մոտենալ։ Հայաստանը մեր հայրենիքն է, բոլորս հայրենիքն է։ Անկախ թե ով է ղեկավարը այդ դարիներին, սիրում ենք թե չենք սիրում։ Նախկինների հետ էլ ես հայրավոր ժամ անցրել եմ դեմտիմաց բալադում եւ շատ խիստ քննադատել եմ ոչ թե Facebook-ով հերվից նստելով բալադը նահակայի դիմացը թե Լևոնին, թե Քոչարյանին, թե Սերժին եւ ասել եմ բոլոր սխալներ որ անում էին այդպես չէ որ միայն Փաշինյանն է որ քննադատում եմ Ռոժան քննադատում ասում են դու նախկինների մարդն ես Քոչարյանական ես ռուսամետ ես հիմար բաներ են ասում եմ ես հայրենասեր հայ եմ ինձ համար դարբերություն չի անի թե ով ինչ է կարևորը ով որ լավ բան անի բրավո գասեմ ով որ սխալ բան է անում ասում են որ պետք չէ քննադատել ղեկավարին որտեղ էդի հայրենասիրություն չի ասում եմ ճիշտ հագարակն է իմ կարծիքը որ տեսնում ես որ երկրի ղեկավարը երկիրը դանում է դեպի գործանման եւ եթե փերանտ փագես լուր մնաս դա որ հայրենասիրություն չի որ տեսես որ գործանվում է պետք է մի բան անես մի բան ասես որպեսզի իդ կանգնենք այդ անտուտի եզրից Հասկանալի է պարոն Սասունյան բայց տեսեք դուք ասում եք իսկ ձեր համակիրները կամ համախոհանքերները ասում են որ մենք հոգնել ենք այլևս երբ որ ասում են մարդիկ ովքեր կազմում են նաև ավանդական սփյուռք ովքեր պայքարի մղումով տարիներ ի վեր ապրել են հասկացել են ինչ է տեղի ունենում այլ Վաշինգտոններից սկսած բոլոր տեղերը դռներ են ծեծել որ խոսքը հասնի տեղ ամեն ինչ կարևորել են այսօր մարդիկ տեսեք ինչ հոգնած մտքեր են արտահայտում եւ ասում են հոգնել ենք պայքարել, դա մեզ էլ հետաքրքիր չի արդեն։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն ինչ տեղի ունեցավ։ Այս պարտությունները փոխանակ մեզ միասնական դարձնեին, այս պարտությունները փոխանակ մեզ ավելի հզորացնեին, ավելի անջատեցին մեզ։ Մեր ժողովուրդը թե Հայաստանում եւ թե Սփյուռքում ճշմարտաբար հոգեպես ընջված է։ Դա կա։ Հուսախապ է, հուսահատ է, չի ուզում այդ մասին նույնիսկ խոսալ կամ լսել։ Շատ վատ է դա։ Մենք պետք է պայքարենք։ Բայկարի ոգի ունենանք եւ բայկարենք փորձենք երկիրը փրկել։ Հիմա վաղը եթե այսպես շարունակենք, արդեն մոդերնում ենք երկիրը գործունելուն, վաղը եթե ազերիները եւ թուրքերը մտնեն Երևան եւ այդ ժամանակ է որ ժողովուրդը ասի որ այսինչ բան է անհանգալի կան, այնտեղ ուշ է արդեն արտնալու համար։ Արտնալու ժամանակը հիմա է, նախքան որ ամեն ինչ գործունենք։ Ժողովուրդը այդպես է ցավալի է, իսկ տեսնում եմ, որ Փաշինյանը անդադ խոսում է իր ելույթներում, թե ժողովուրդը պետք է լավ ապրի, փորը գուշ լինի, ուրախ լինի, քեֆ անի։ Եվ միևնույն ժամանակ նաև ասում է, որ աղքատությունը ձեր գլխի մեջ է։ Այո, դեսա մի անգամ խոսում էր ազգային ժողովում, ասում է, ինչ կա, որ եթե այսինչ միշտ չգա, ասում է սոխ երեք։ Այսինքն քեզ մի բան է հեղափոխություն անելը եւ փորձել իրավիճակը բարելավելը, լավ քաղաքապարներ, նոր լուծումներ աշակերտել, դա մենք կընդունենք։ Մենք չենք ասում որ Հայաստանը տրախտ է, ամեն ինչ կատարյալ է։ Շատ բաներ կա որ սխալ պետք է փոխվեն։ Բայց երբ որ մի մարդ գալի է իշխանության, որ ասում է այնպիսի անիմաստ բաներ որ հայկական բաներ, մեր խորհրդանիշների թեմ, այսինքն ուղղակի շատ վատ է զսկում, որ լսում ես այդպիսի խոսքեր։ Բայց այդ մարդն է այսօր կառավարում երկիրը։ Այո, դա ժամանակին երբ որ ինքը փողոցում քայլում էր, օքեյ, նորմալ է, այդ փողոցի քայլող մարդը ինչ որ ուզում է կարող է ասել։ Ազատ խոսք։ Ոչ մի հետևանք չունի իր խոսքերը, կամ որ հոդված էր գրում ժամանակին։ Բայց երբ որ երկրի թիվ 1 մարդն ես, վարչապետն ես, կառավարության ղեկավարն ես, ինչ որ ասում ես, դա հետևանք ունի մեր երկրի վրա, երկրի հարաբերությունների վրա, ժողովրդի վրա։ Տեսեք ինչ է ասում, ասում է եթե Սփյուռքից ուզում են վերադառնալ իրենց պապերի ծննդավայրը, իդեպ երևի դա ձեզ ավանդական Սփյուռքին նկատի ունի։ Թող վերադառնան, ինչ կապ ունի այստեղ Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն ձեզ հեռացնում է Հայաստանի Հանրապետությունից, ավանդական Սփյուռքին ասում է, սա ձեր պապերի հայրենիքը չէ։ Դուք այստեղ գործ չունեք, ձեր պապերի հայրենիքը Արևմտյան Հայաստանն է, դուք այդտեղի համար եք կռիվ տալիս, ուզում եք գնաք ձեր պապերի երկիր, գնացեք ձեր պապերի երկիր։ Սա Հայաստանի հետ կապ չունեցող թեմա է։
Սա ինչ է, այդ մարազմա, չեմ հասկանում, սա ինչ է կատարում։ Բայց այսինքն այս մարդուն շփոթաբար 6-7 տարի որ հետևում եմ քշեր ծորեք բոլոր ելույթներին, հայտարարություններին, ասկային ժողովի ելույթներին, ասում է MBC բաներ, որ շատեր ասում են որ այս մարդը քիչ է, ես կարծեմ որ քիչ չէ, ինքը իմանում է ինչ է անում, դիտումավոր է անում եւ փորձում է ինչ որ մեր ավանդական ասկային սրբությունները բոլորը բացել եւ իբր թե ինք ուզում է մի նոր բան ստեղծել, մի նոր մոդեցում։ Եթե նոր մոդեցում ավելի լավը լիներ, ամենայն սիրով ես պատրաստ եմ ընդունելու։ Չեմ ասում որ չէ մնանք անցյալի մեջ, բայց ինքը այնիշ որ ասում է շատ վիրավորական խոսքեր են ցեղասպանության մասին, Բանս ասում, Հայաստանի չէ մասին։ կարծում որ ցեղասպանությունն են դարձնում առևտրի առարկա, բիզնեսի առարկա, ինչպես առևտրի առարկա դարձրեցին, ասենք Արցախը։ Չէ կարծում կամած այդ արժեքին են ենք մոտենում առևտուր անելու համար, այսինքն հարցս երևի ճիշտ ուղեմ, միգուցե մարդիկ դրանից օգտվելու հնարավորություն ունեն, ֆինանսական հնարավորություն։ Ուրեմն ինձ ասում են որ Գերեւի Էրդողանը հրանք ուղարկել է, Իսկ միգուցե հրանք չի ուղարկել, միգուցե Էրդողանը վճարում է սրա դիմաց։ հրանք ուղարկում է, վճարել է, ամեն գործակալ է։ Ես հետևել պատասխան տալիս եմ։ Ասում եմ, քանի որ ես ժուրնալիստ եմ եւ հիմնվում եմ փաստերի վրա, Եվ փաստաթուղթը չկա։ այդպեսի փաստաթուղթ չկա, բայց մի բան շատ հստակ է, ինչի համար փաստաթուղթ պետք չկա, այն է որ Փաշինյանը որ խոսում է ցեղասպանության մասին, Արարատի մասին, ասում է շատ նույն կամ նման բաներ, ինչ որ Էրդողանը ասում է։ Եվ ասում է նույն նման բաներ, ինչ որ Ալիևը ասում է։ Այդ հստակ է, այդ բացահայտ է, փաստաթուղթի պետք չկա։ Թե իրեն վճարում են, թե ոչ, թե ուղարկել են, թե ոչ, դա չեմ իմանում, բայց տեսնում եմ փաստը այն է, որ ինքը անում է, այդ է բաժարը, որ ես շատ մի խիստ բան եմ ասում եմ, որ այդ տպավորությունը մենք ստանում ենք, որ Երևանի վարչապետի աթոռի վրա նստած մարդը ոչ թե Փաշինյանն է, այլ Ալիևն է։ Տպավորությունը այդպեսին Դա տպավորությունը, որտեղ եթե Ալիևը նստեր այդտեղ, նույն բաները ասելու էր, անելու էր, ինչ որ Փաշինյանը անում է։ Դա շատ վատ է մեզ համար։ Եվ ես կոչ կողեմ մեր ժողովրդին, որ չուսախապվեն, չուսատվեն, պետք է բայկարեն, որտեղ երբ որ թողնում ես, ասում են ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ասում են թե քաղաքական չես զբաղվում, Հայաստանում ասում են որ այնատեն քաղաքականությունը քեզ մոտ զբաղվում է։ Եթե սեղանի շուրջ չես նստել բանակցությունների, արդեն դու լինում ես կամ սեղանի վրա, կամ սեղանի դագը, պիտի պայքարես։ Ժողովրդին հարցնում են հաջորդ ընկերներուն ում ես քվեարկելու, Չախշախիչ մեզ ասում է չեմ մասնակցելու։ Որ եթե դու չես մասնակցում, այդ մարդիկը որ գնում են քվե են տալիս, իրենք են որոշում երկրի ճակատագիր ավական կոդերը։ Դու ասելիք չունես։ Սոկ կանկադելու բաժարել չունես, չես կարող փոխել որ ես չեմ սիրում ինչ որ անում են, որտեղ դու չես մասնակցում, քո արիթ ունես քվեյով մասնակցելու, քո խոսքը ասելու, մերժում ես ասել։ Դա շատ վատ է։ Մենք պետք է բայկարունակ լինենք, պետք է մասնագետ լինենք մեր հայրենիքի գերդումին, մեր փողոքը Հասկանալի է, պարոն Սասունյան, բայց պայքարի որ տեսակով պետք է մենք մասնակցենք պայքարի։ Մենք բացի խոսելուց ուրիշ հնարավորություն դեռևս չունենք, որովհետև Հայաստանը բացարձակ ոստիկանապետություն է եւ ճնշում է ամեն մի պայքարի տեսակ եւ մարդկանց ազատ խոսքի իրավունքներին բռնանում են անգամ եւ մենք այստեղից պայքարում ենք, բայց երբեմն կան մարդիկ, որ ասում են տակ նստել եք ձեր Կալիֆոռնիայում, ձեր Ամերիկայում եւ անիմաստ խոսում եք։ Մեզ համարում են որպես անիմաստ խոսացողներ այն պարզ պատճառով, որ մենք դեռևս մենակ խոսում ենք եւ որևիցե գործ չկա, բայց ժամանակին նույն սփյուռքը, նույն ավանդական սփյուռքը, նույն կազմակերպությունները այդպես ուժ էին ցուցադրում, բայց հիմա ուր են իրենք։ Նստած են Վաշինգտոնում որոշ կարևոր մարդիկ եւ գլուխները թափ են տալիս, ինչ ասում է Փաշինյանը։ Էլ ինչ պայքարի մասին կարող է խոսք գնալ լինել։ Շատ ճիշտ է, այդ է որ մենք նախկինին նման չենք իմացվիրքում, որտեղ հուսահատ են, հուսախապ են։ Ես հիշում եմ, երբ որ Սերժ Սարգսյանը եկավ Լոս Անջելես 2009 թվականին, ես այդտեղ էի, մի 10,000 մարդ կա, որ փողոքում էին Սարգսյանի թեմ այդ հայ-թուրքական պրոտոկոլների համար։ Ես էլ այդտեղ նստել էի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ շատ ծանր խոսքեր ասեցի բոլորի առաջ Սերժ Սարգսյանին։ Հիմա դա չկա։
Հիմա ամեն մարդ կամ լուր է, կամ չի սպառվում այս հարցերով։ Դե միգուցե հենց դրանից էլ Փաշինյանն օգտվում է։ Անշուշտ օգտվում է։ Օրինակ հիմա խոսենք երկու բանի մասին։ Մեկը Սփյուռքի, մյուսը Հայաստանի։ Հիմա Սփյուռքում մենք Սփյուռքում նստած կարող ենք խոսալ, կարող ենք գրել, կարող ենք օգնություն ուղարկել, ինչ-որ ես անում եմ 35 տարի է, կարող ենք ինվեստիցիա անել Հայաստանում, կարող ենք որպես տուրիստ այցելել, այդ բոլորը կարող ենք անել։ Բայց եթե ուզում ես քաղաքական աստվածություն ունենալ երկրի գարավարտյան վրա, երկու բան մենք չունենք, իրավունք չունենք սահմանության։ Մեկը քվե չունենք, քվեով կարող ես փոխել իշխանությունը, մյուսը սպառեցնելով բարձր պաշտոն։ Սփյուռքը իրավունք չունի նախարար լինելու, վարչապետ նախագահ լինելու։ Այդ երկուքին զուրկ ենք մենք։ Հիմա էդի Սփյուռքի բարական որոշ բաներ մենք կարող ենք անել, որոշ բաներ չենք կարող անել։ Ամենակարևոր բաները չենք կարող անել։ Հիմա ինչ վերաբերում է Հայաստանի ժողովրդին, իմ կարծիքով Հայաստանի ժողովրդի անհոգությունը, չեզոքությունը շատ ավելի վատ է, քան թե Սփյուռքի, որտեղ իրենք քաղաքացիներ են, իրավունք ունեն թե քվեարկելու, թե փոխելու։ Օրինակ համար երբ որ Փաշինյանը ցեղասպանության մասին այսպես անդեղի հարցումներ է հարցնում, ես սպասում եի, որ նույն քիշերով մի 100,000 հայ պետք ունեն քյուղերից մարզերից գալու։ Երևան արդեն ունենք 1 միլիոն հայ։ Այդ միլիոն հայից մի 10%-ը որ լսել է այդ բանը, չէր կարող հրաբարակ գալ եւ ասել որ մենք այստեղ կանգնելու ենք բանջելու հրաժարականը եւ դուք չենք գնալու մինչեւ որ մարդը հրաժարի։ Չեն անում։ Ոչ մեկը հրաբարակ չէր եղել։ Որովհետև ճնշում են, պարոն Սասունյան, ասում են բացառիկ ոստիկանական պետություն է։ Այո, բայց պատասխանը դեպիանն է։ Այդ վերջին տարիներին շատ բացառությամբ ընդհանրապես հավաքվել են 1000 հոգի, 3000 հոգի, ամենը շատ 5000 հոգի եւ ոստիկանները ճնշում են մարդուս վրա։ Բայց երբ որ լինի 100,000 ներողություն, բայց եղավ 60,000-ից ավել մարդ վերեցին, հավաքեցին հրապարակում, վերջում հոգևորականն ասեց գնացեք տուն։ Կոտրեց։ Այդ է սխալը։ Իսկ միգուցե ամեն ինչ համակարգված է։ Դուք օրինակ Courier, California Courier գլխավոր թերթի գլխավոր խմբագիրն է։ Courier նշանակում է համակարգող։ Իսկ դուք չեք պատկերացնում, որ ամեն ինչ համակարգված է այնտեղ։ Մեկը մյուսին այսպես, չգիտեմ, այդ բառը ձեզ հասանելի է, թե չէ, պասերով խաղեր են տալի իրար։ Այո։ Պասերով։ Եվ դե այստեղ արանքում մենք ենք այսպես շատ վրթովված, զայրացած, բայց տեսեք, այսպեսի մի բան եմ ուզում հարցնել։ Եկեղեցիները լուր։ Եվ երկու եկեղեցիներն են լուր։ Լրիվ լուր չեն, որոշ փողոքներ ներկայացնում են օրինակ ցեղասպանության մասին, թե Էջմիածնի աթոռը, թե Գիլիգիո աթոռը փողոք ներկայացրեցին, գրեցին, քննադատեցին, երկուքն էլ բանջեցին Փաշինյանի հրաժարումը 2020 թվականի պատերազմին ետքը։ Փողոքում են, բայց տեսնում ենք, թե բայկար կա եկեղեցու եւ իշխանությունների միջև, այդ էլ հուսահատեցնում է ժողովրդին, արդեն մեր ժողովուրդը ընդհանրապես շատ գրոնասեր չեն, թե հբարդեն որ աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, բայց երբ որ տեսնում ես եկեղեցիները բարավ են, այստեղ էլ նույնն է, Հայաստանում էլ մի քանի ձեր մարդիկ այդտեղ գիներ գնում են իրագորը բادرակի, վերասարտները երբեք ոչ աղոթք են անում, ոչ եկեղեցի են գնում։ Էս է վիճակը, բայց նույնությամբ Փաշինյանի հրաժարականը պահանջող մարդիկ 3-ի առաջ օրը Վաշինգտոնում էին նստած եւ գլուխները թափ էին տալիս, այն ինչ որ ասում էր Փաշինյանը։ Ինձ համար ամենազարհուրելին այդ բաժինն էր, հանրապես ճանաչում եմ այդ նստողներին, առանց անուններ տալու։ Ես էլ եմ ճանաչում։ Առանց անուններ տալու։ Դեռ գային երկու գազམ་ակերպությունների խմբավորումների ներկայացուցիչներ, երկուսն էլ կրավոր հայտարարություն արել են 2020 թվականի հոկտեմբերին, որ Փաշինյանը պետք է հրաժարի։ Հիմա եկել են այդտեղ նստել են, ծափահարում են Փաշինյանի այդ անիմաց արտահայտությունները։ Նաև ցեզի սարիտով, քանի որ խոսում ենք ժողովրդը հավաքելու մասին, ցեզի մի կանխիկ բացահայտեմ, որ ընդհանրապես մասին չեմ խոսում։ Եկեք խոսենք, լավ։ Ուրեմն երբ որ Բագրատ Սրբազանը քայլելով Դավուշից դեպի Երևան գալուց էր, ես կապվեցի իր հետ նախքան Երևան հասնելը։ Եվ ասեցի, Սրբազան, երբ որ Երևան հասնեք, ինչ ուզում եք անել այդտեղ, ինչ է ձեր նպատակը, որ Երևան եք գնում, ինչ անելու համար։ Որ ասեցի, որ նայեք, հետևում եմ ես տարիներ ի վեր,
ժողովուրդ հավաքվում է, մի քանի ժամ ելույթներ են ունենում, քննադատում են Փաշինյանին, հետո հոգնում են, դուն են գնում եւ ոչ մի բան չի փոխվում։ Ինչ որ օգնում է Փաշինյանին։ Ուրեմն ես առաջարկեցի Սրբազանին երկու քայլ պետք է անի, երբ որ Երևան հասնի։ Ժողովուրդը որ հավաքվի հրաբարակ 50,000, 60,000, 100,000, ինչ որ լինի, այսինքն մի քանի հազար չէ, շատ ավելի մեծ թվով եւ դա առաջին անգամ էր այդքան մեծ թվով մարդիկ հավաքվելու են։ Այո։ Ասացի որ փեմ կբարձրանաք եւ դուք երկու քայլ առաջարկեք ժողովրդին։ Առաջինը, բարոն վարչապետ, դուք 1 ժամ ունեք, որ հրաժարական տաք, ցեզ 1 ժամ են տալիս։ Երկրորդը, եթե 1 ժամ ետքը չհրաժարվես, ժողովրդին գոչ կուղեք, որ մտնեն վարչապետի շենքը եւ իրեն թույլ չբրդեն։ Ապստամբություն այսինքն։ Ֆիզիկապես թույլ չբրդեն։ Հիմա երբ որ դա ասում եմ, Սրբազանը այդ չասեց, բայց ինքը արեց միան առաջին քայլը, Ժամանակ տվեց 1 ժամ եւ հետո ոչինչ չարեց։ Երբ որ սպառնում ես մի մարդու իշխանության, որ այսինչ բանը կանեմ քոթեմ եւ չես անում, դա ավելի վատ է, քան թե ոչ մի բան չանես, որտեւ արդեն զրգում ես քո հարկանքից զրգվում ես եւ դիմացին տեսնում է որ թե դու մեծ խոսում ես, բան չես անում։ Երևան շիփինգ սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Հրասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, պիգմենտների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոճ սրահ Նոր շունչ Երևան շիփինգ սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Հրասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Շարունակում ենք մեր ծրագիրը, մենք Սփյուռքի առաջ ենք, շատ հետաքրքիր է ձեզ հետ խոսելը, պարոն Սասունյան, հիմա կապված Արարատ լեռի հետ։ Արարատ լեռն էլ քննարկման առարկա դարձավ եւ հասանք այն մակարդակի, որ Արարատ լեռի պահանջով մեզ զենք չեն վաճառի։ Սա ինչ թյուրիմացություն էր եւ առասարակ ով է այսքան ժամանակ անկախ Հայաստանում Արարատ լեռի պահանջով զենք բերել Հայաստան։ Նման բան չի եղել պատմության մեջ։ Ուրեմն ասի լրիվ անհետացություն է անգամ եւս, որտեղ մենք նախքան Փաշինյանի իշխանության կալը մոտ 30 տարի Հայաստանը ստացել է կամ փողով գնել է միլիարդավոր դոլարի զենքեր։ Այդ 30 տարում ոչ մեկը, ոչ մի երկրից Ռուսաստան լինի թե այլ երկիր չեն ասել որ քանի որ դուք Արարատի մասին խոսում եք, չես զենք չենք ծախելու։
փոքր երեխան էլ այս հարցը շատ լավ հասկանում է։ Պետք չունես վարչապետ լինելու, հանճարեղ լինելու կամ ուսում ունենալու։ Երեխան հասկանում է, որ ինչ որ երբ որ մեկը քեզ դալիս է, ինքը փող աշխատելով է, բիզնես է էսի։ Զենք ծախելը բիզնես է։ Եթե փող ունես, աշխարհի բոլոր երկրները քեզ զենք կծախեն։ Հիմա փոխում ենք, որ ինչի համար Իսրայելը Ադրբեջանին միլիարդավոր դոլար զենք է ծախում։ Okay, ճիշտ է, իրավացի է, ճշմարտություն է։ Սակայն ինչ է պատճառը, որ Հայաստանը ինքը չի թիմում Իսրայելին եւ ասել, որ մենք էլ ուզում ենք զենք գնել եւ այսքան միլիարդ դոլար մենք կարող ենք քեզ տալ։ Պետք է առնվազն փորձել թե տեսնենք ինչ կլինի արդյունքը, եթե Իսրայելը ոչ ասի, այնա դեն կհասկանանք։ Բայց 30 տարի հագարակ Արարատին, պատմական Հայաստանին, Արցախին, այդ բոլոր ունեինք մենք, ոչ մեկը մեզ չի մերժել զենք ծախելու, եթե փողը տվել ենք, զենքը արել ենք։ Հիմա մի անգամից Փաշինյանը ասում է, հնարում է իր մտքից մեջ, որ քանի որ Արարատ ասում ենք, մեզ զենք չեն ծախելու։ Այսի բոլորը պատճառաբանություններ են, քանի որ ինքը երկիր ղեկավարելու ադակ մարդ չի, ես առիթ ունեցել եմ իրեն գնալու հանդիպելու իրեն իր վարչապետի գրասենյակը, զրուցել ենք մի ժամ եւ քանի որ ես այդ փորձ ունեմ հանդիպելու երկրի ղեկավարների հետ 30 տարի, հարյուրավոր ժամ են անցրել եմ, ինչպես ասացի, երեք բոլորի հետ, իր հետ էլ անցրեցի եւ ասացի այդ բոլոր սխալները, որ ինքը եւ իր կառավարությունը անում են։ Ուղղակի իրեն ասացի, ինքը այսպես նստած դիմացած, սարած աչքերով, սարած թեմքով, մի ժամ ոչ մի ռեակցիա չկար իր կողմից։ Միան լսում էր եւ ոչինչ չէր ասում։ Անշուշտ ես չէի սպասում, որ ինչ որ ես ասեմ, ինքը պետք է հնազանդի ինձ, որտեղ ես իրեն շեֆը չեմ։ Բայց առնվազն պետք է ասեր, որ լավ, այս հարցերը բարձրացնում ես, մի հատ նայեմ, թե ինչ է հարցը, դեղյակ չէի, գնայեմ, եթե պետք է ինչ որ բան փոխենք, ոչ մի։ Այն դպավորությունը տվեց ինքը ինձ այդ մի ժամվա ընթացքին, որ երկու բարձ հայեր նստել են Երևանում մի կոֆի շապում, սուրճ են խմում եւ այսպես օդից խոսում են անհետևանք։ Այո, պարոն Սասյան, բայց չէ որ մենք նրան տեսել ենք ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելուց եւ այդ մտքերը, որ հիմա նա հերքում է իր ասածները, այն ժամանակահատվածում, երբ որ նա զբաղվում էր ակտիվ քաղաքականությամբ, այդ մտքերը հակառակն էր արտահայտում, կապված Արցախի հետ, Արցախը Հայաստանը եւ վերջ, պետք է Հայաստանի համար ոչինչ չզիջել, Արցախի համար ոչինչ չզիջել, սրանք սա իր խոսքերն են, ամբողջ իր խոսքերն են եղել, նույն ցեղասպանությունը պետք է լինի, համաշխարհային ճանաչում պետք է ունենա, նույն մարդը դա հարկվելու ենթակա չէ, մարդու գրպաններն իրավունք չունեն մտնելու, նույն կարմիր գծերը, նույն, չգիտեմ, տեսախցիկները, ժողովուրդը պետք է ապրի եւ այլ, բայց այսօր այս իրականության մեջ միայն ամբողջությամբ ճնշում հայ ժողովրդի վրա, հայոց պատմության վրա, հայ ազգի վրա եւ հիմա ասենք նախկինում նա չէր դատում ինչ էր ասում, նա ճիշտ բաներ էր ասում նախկինում։ Հիմա ոնց եղավ դարձավ երկրի ղեկավար եւ սկսեց սխալներ ասել։ Այսինքն չեք գտնում ինչ որ մի բան այստեղ որ փչացել է կամ կոտրվել է կամ ինչ որ մի բան առևտրի է ենթարկված կամ ինչ որ մի բան հրամաններ է դրսի ուժերից։ Այսինքն ուրեմն նախ ասեմ, որ անցյալ օրը տեսա մի շատ հետաքրքիր վիդեո, մեկը դրել էր Փաշինյանը նստել էր Երևանի նստարանների մի դեպ փողոցը, գնոջ հետ միասին եւ երկում էին Արարատի մասին։ այո, Դարիներ առաջ, եւ որ վարչապետ չէ։ այո։ Հիմա ասեմ ցեզի ավելին։ Ոչ միայն ինքը հագասում է իր նախկին ասածներին, որ դուք նշեցիք, ինքը այսօր էլ, երբ որ Արավոտյան գալիս է ասկային ժողով, մի բան է ասում, երեկոյան գնում է դուն Facebook-ի առաջ, գրում է հագարակը իր Արավոտյան ասածին։ Իդեպ մամուլը ասոլիսում էլ ինքը իրեն եկեց։ Եվ որ մեկը իրան ասում է, «Էս ինչ բան ասել եք», անցյալ շաբաթը մամուլը ասուլիսին, մի հոյակապ հայ ժուրնալիստ մի աղջիկ, հոյակապ համարձակություն ունեցավ։ Այո, շատ խիզախ աղջիկ։ Շատ խիզախ հարցում հարցրեց եւ գրտնեց Փաշինյանի խոսքերը իշխանության քալեն հետո, թե ես այդ ինտիմատիվներին շինելու եմ իր բարերով, այդպես ասեց։ Փաշինյանը ասեց, ես չեմ հիշում, որ այդպեսի բան եմ ասել, հետո էլ ասեց, կարող է որ դուք տարբեր հասկանաք այդ բառը, ինչ որ ես հասկանում եմ։ Այսինքն ամեն ինչով ինքը փորձում է խորամանկորեն սվրտիլ դուրս գալ այդ զուգից,
որտեղ ինքը սուտ խոսում է։ Այսինքն կարելի է ասել, որ երկրի ղեկավարը ստախոս է։ Այո, ոչ միայն սադախոս է, մեծ սադախոս է, ճշմարտաբար, եւ դա շատ անվայել է երկրի ղեկավարի համար, եւ գրտնում է այնպիսի բաներ, որ Ալիևը Էրդողանը գրտնում են, դա ավելի վատ է, քան սադախոս լինելը։ Հիտլերը ժամանակին որ ասեց ով է հիշում հայոց ցեղասպանությունը, դա հայտնի թեւավոր խոսք է եւ այլն։ Իսկ միգուցե մենք էլ ժամանակին անգիտակից մարդիկ էինք, երբ որ կատարվում էր սպիտակ ցեղասպանությունը, երբ որ բազմա միլիոնանոց հայեր կամ բազմա հազարանոց հայեր թողեցին դուրս եկան մայր հայրենիքից։ Իդեպ Մակունդա ընդունված կարգ է, որ ցեղասպանությունը ոչ միայն յաթաղանով է արված, այլ նաև որ մարդը իր ապրուստն է փոխում, ստիպված, պարտադրված։ Կոնկրետ մենք, ես, մյուսները, որ այսպես հազարավոր, 100 հազարավոր կամ միլիոնավոր մարդիկ դուրս են եկել հայրենիքից երկրի մեջ չգտնելով իրենցը։ Հիմա կոնկրետ այդ ժամանակ որ լռել ենք այդ ցեղասպանության մասին, չենք խոսել այդ իշխանությունների դեմ։ Միգուցե ամեն ինչ կուլ է գնացել եւ այսօր Փաշինյանն այդքան առավելություններ ունի եւ հնարավորություն ունի անգամ պատմություն է ջնջելու։ Մենք շատ բողոքների մասին պետք է խոսենք, պարոն Սասունյան։ Սկսված Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, այնպես չի որ բոլորը այսպես հատուկ ինչ որ մի բանի մեջ թաթախված չեն եղել։ Վստահ եմ, սպիտակ ցեղասպանությունը ինչի մասին էր։ Այսքան 100 հազարավոր հայեր, որ այստեղ եկել են, ապրում են Ռուսաստանում, Եվրոպայում եւ այլը, ես ավանդական սփյուռքի նկատի չունեմ, ես նոր ձևավորվող սփյուռքի մասին եմ խոսում, բայց սա ցեղասպանություն չէր։ Հայրենիքից կտրեն հային։ Երբ որ Փաշինյանը տեսնում է, որ փողոքող չկա եւ ուժեղ հակասերություն, հակարագործ չկա, օպոզիցիա չկա, ու ինքը ասում է, որ ուրեմն ես ազատ եմ, ուզած բանս կասեմ, ուզած բանս կանեմ, առանց հետևանքի ոչ մեկը չի կարող ոչ բան անել, ինքը ունի ոստիկանությունը, որ ավելի մեծ շատ ոստիկան ունենք մենք քան զինվոր բանակում, ունի թադարանները, թադավորները, ունի ազգային ժողովի մեծամասնությունը, ունի մի նախագահ, որ ինչ որ ասում է, այո ասում է, ուրեմն սանցարցակ գործում է, ոնց կարելի է իրեն մեղադրել, եթե ինքը չլիներ ուրիշ մարդը նույն բանը տեսնել, նույն բանը անելու էր, պետք է թիմադրել, պետք է հագաստել, պետք է բայկարել, պետք է ժողովուրդը, Երևանի ժողովուրդը պետք է ոտքի կանգնեն եւ հրաբարակ կա եւ հրաբարակ կան ոչ թե կան եւ փողոքեն եւ մեկնեն, այդտեղ մնան, մինչեւ որ այդ մարդը դուրս գա այդ պաշտոնից։ Բայց այդ ամենաճիշտ տարբերակը ինքնաբուխ հավաքներն են։ Երբ որ մի կազմակերպիչ է գալի պարոն Սասունյան, այդ կազմակերպիչն արդեն գիտի ինչ է շարժելու կամ ինչ չի շարժելու։ Այո, բայց ճշմարտաբար ժողովուրդը չի տեսնում մի մարդու, որ կարող է այսպես հետևել, գուրորեն հետևել եւ անել մարդու ասածը։ Այդպեսի լիդեր չի տեսնում։ Փաշինյանը քանի որ իշխանություն ունի իր ցերկում, ոստիկաններ ունի, ստիպում է ամենին, օրինակ մենք ցեղասպանության մասին որ խոսում էինք, ցեղասպանության ուրացումը ոչիր է Հայաստանի օրենքով 3-5 տարի բանդարգությամբ, բայց որ թադավորը կհամարցակվի իրեն թադարան դանելու, որ թադի իրեն այդ ոչիրի համար, որտեղ թադավոր չկա, որ կարող է ես հիշեցի հիմա 2018-ին Փաշինյանը ելույթ ունեցավ, ասեց միլիոն ելույթներից մի հատը, ասեց որ թադավորը կհամարցակվի իմ ասածին հակառակը անել։ Նույն ադեն այս մարդը քիչեր ցերեկ խոսում է դեմոկրատիայի մասին։ Դեմոկրատիայի ամենը դարական սկզբունքը խոսքի ազատություն է, մարդկային իրավունքներն են։ Հայաստանում չկա ոչ խոսքի ազատություն, ոչ մարդկային իրավունքներ։ Ինչ որ Փաշինյանը ասում է, մյուսները ասում են այո, եւ լրացնում է բոլորին, եթե պետական պաշտոնյա են, պաշտոններից հանում է, եթե պաշտոնյա չեն, հավաքում են հրաբարակում մի քանի հազար հոգի, ոստիկանները գալիս են, խփում են այդ մարդոց, գցում են ասֆալտի վրա, հետո բռնում են դանում են ոստիկանադուն, հետո թադարան, դա հայաստանցիներու բարակային։ Իսկ սպիրկի բարակային, ով որ քննադատում էր սպիրկից, եւ որ Երևան հասնենք, չեն տոնում որ Երևանի օտոգանից դուրս գաս, քեզ սպասում են այդտեղ, տնում են հաջորդ օտանավ եւ ետ ուղարկում են։ Ուրեմն թե սպիրկը չի կարող իր խոսքը ասել Հայաստանում, դուրսը կարող են բարեբախտաբար,
ոչ էլ հայաստանցին, որ դեղավորում է, իր խոսքը չի կարող ասել, որտեղ հետևանք ունի, պաշտոն գործունի, իրեն գեդաբնտեն եւ այլն եւ այլն։ Եվ սրա վերջին չի լինելու պարոն Սասունյան։ Well, եթե այսպես Երևանցին չի կարող Երևանում խոսի, Սփյուռքը չի խոսում, որովհետև երբեմն գնում է Հայաստան կարոտի մղումով եւ իրան չեն թողնում մտնի երկիր։ Եվ վերջը ինչ է լինելու, ասենք պատկերացրել եք ինչ է լինելու վերջը։ Ես այս մասին էսի շատ լուրջ հարց է։ Շատ լուրջ Ես ընդհանրապես չեմ Եվ ուզում միգուցե մենք դռներ պետքա ծեծենք աշխարհում։ Միգուցե պետքա աշխարհում շատ դռներ ծեծենք, բացատրենք այս տգեղ իրականությունը, որ ինչ է տեղի ունենում, որ այս ժողովուրդը մեղք են, այս ինչ է կատարվում վերջապես։ Ուրեմն այս մասին ընդհանրապես շատ բացահայտ չեմ խոսում ժողովրդի առաջ, որ չեմ ուզում ժողովուրդը ավելի հուսահատ լինի, հուսախաբ լինի, բայց ինչ որ տեսնում եմ, ամեն օր որ անցնում է, եւ Փաշինյանը մի նոր անիմաստ խոսքեր է ասում, անիմաստ որոշումներ է անում, հիմա ասում է որ միջազգային դատարաններից հայցերը ետ ենք առնելու, Հայտարարություն։ ասում է որ Մինսկի խմբակը Ալիևի բանջով պետք չունենք, եվրոպական միության խաղաբահները պետք չունենք Ալիևի խնդրանքով, այսինքն ամեն օր որ անցնում է, մի նոր փորձանքի առաջ ենք կանգնում, մի նոր վնաս ենք ականատեսլենում, եւ այսպես շարունակվի, մենք երկիրը գործունելու ենք։ Այդ է պատճառը, որ ես ասում եմ, գամ պիտի առաջ Փաշինյանը գնա, գամ երկիրը պիտի գնա։ Որ մեկը ավելի առաջ պիտի գնա։ Չի գնում Փաշինյանը։ Եթե չգնա, այնուհետև երկիրը կգնա։ Եվ նաև քանի որ ես բոլորի հետ առնչություն եմ Հայաստանում, բոլորին ծանոթ եմ ղեկավարներին օպոզիցիայի, ինձ ցանկում են աջախ, խոսում ենք, ինչ անենք, այսպես է, այդպես է։ Ես բոլորին հետևյալ խորհուրդ եմ տալիս, ասում եմ որ նայեցեք, լավ լուր կա եւ վատ լուր կա Հայաստանի մասին։ Լավ լուրն է որ Փաշինյանի ռեյտինգը բախտած 6 տարի առաջվա որ 80% էր, հիմա անգել է մինչև 8% մոտավորապես։ Իսկ մինչև ընտրություններ միգուցե ավելի շատ են։ Հա, ամեն օր ավելի անգնում է եւ այն բաները որ Փաշինյանը ասում է եւ անում է, ոչ միայն Հայաստանի շահերից չի փոխում, ինքը այնքան անջարակ է, որ նույնիսկ չի հասկանում, որ եւ որ խոսում է ցեղասպանության թեմ, ինքը այդ ժողովրդի նույնիսկ մի մասը որ իր ժողովուրդն են, այդ ժողովրդին նաեւ շատ վատ բաներ է ասում իր մասին, իր վարկն է որ ընկնում է։ Իր համար վատ է, ոչ միայն Հայաստանի համար վատ է, իր համար վատ է։ Ուրեմն ասում եմ ես օպոզիցիան, ասում եմ, լավ լուրն է որ վարկը ընկել է Փաշինյանին։ Վատ լուրն է որ դուք բոլորդ որ օպոզիցիա եք, ունեք 1% կամ 5% կամ 40% վարկանիշ։ Այդ բոլորը այդ 1%-ներով չեք կարող միտեղ հասնել։ Դե հիմա վարկանիշների թեմայով որ խոսում ենք, եկեք բարձ խոսենք եւ անկեղծ լինենք, այլ ընտրանքային ուժ կա ծնված դոկ կուսակցությունը, որտեղ Վարդան Ղուկասյանը ամեն անգամ թեև շատերի համար ոչ հարիր տեքստերով, բայց ամեն դեպքում հասանելի է դառնում եւ պայքար է մղում։ Ասենք այդ մարդուն են սևացնում, ինչի համար հայոյանքների համար։ Ով որ Փաշինյանին քննադատում է, չարախոսում են այդ մարդուն, ասում են ինքը ռուսամետ է, կորձագալ է։ Դե մարդ ասում է ես ոչ ռուսամետ եմ, ոչ նիկոլամետ եմ, մյուս չգիտեմ, եվրոպամետ եմ, ես ուզում եմ Հայաստանը լինի հզոր երկիր։ Մենք բոլորս այդպես ենք, մենք հայրենասեր հայեր ենք եւ չենք կարող լրել, անդեսել, որ մի մարդ կա Փաշինյան անունով, որ երկիրը դանում է դեպի գործանում։ Ինչ վերաբերում է վերադառնալու օպոզիցիային եւ դոգին բոլորին, քանի որ այս մարդիկ ունեն 1%, 5%, երբեք իրենք առանցին միայնակ չեն կարող իշխանության գալ։ Իրենց ասում են որ նայեցեք, դուք 30-40 միավոր գազམ་ագործություններ կան, գուսակցություններ կան։ Եթե բոլորդ միանաք, կլինեք ոչ թե 1%, կլինեք 20-30%, եթե ոչ ավելի քան թե Փաշինյանը, եւ նույնիսկ եթե հրաբարակով չդաբալեք իրեն 2026-ի ընտրություններին 30%-ը շատ ավելի բարձր դոգոս է քան թե Փաշինյանի հետևորդները, կարող է ընտրություններով դաբալել, ուրեմն ինչ պատասխանում են, ասում են, ես չեմ կարող միանալ այս մարդու հետ, մյուս մարդու հետ, այդ արեմդամետ է, այդ ռուսամետ է, այդ իր իդեոլոգին դարբեր է ինձանից, այս հարցով համաձայն չեմ։ Նա հայհոյող է։ Ես ասում եմ, նայեցեք, դուք ինչի մասին խոսում եք։ Մենք մեր երկիրը հայրենիքը գործնելու Վերջ, նույն բանն էլ այդ մարդն է ասում։ Սեմին ենք։ Դուք խոսում եք իդեոլոգիայի մասին։ Վաղը եթե հայրենիք չունենանք,
Ձեր իդեոլոգին քանի կոպեկ կարժի։ Ում է պետք։ Զերո արժեք ունի ձեր իդեոլոգին, որտեղ հայրենիք չունենք, որ գուսակցություն ունենանք, իդեոլոգի ունենանք։ Եթե մի բան ուզում եք անել, հիմա է որ պետք է միանաք, վերջին ռոբեն է, որ երկիրը փրկենք։ Շարունակում են ասել ոչ, ուրեմն ասում են լավ, վերջին մի նախատեսություն եւ կփակենք հերախոսը, ինչը հետեւյալն է, ասում են, քանի որ դուք մերժում եք միանալ, դուք եք պատճառը, որ Փաշինյանը մնում է իր աթոռի վրա։ Ուրիշին մի մեղադրեք, դուք եք պատճառը։ Եվ ինչ որ ամեն անգամ ասում էի նույն իր եթերներում, որ այդ ամբողջականներն են հենց պահպանում Փաշինյանին, հենց նույն Վարդան Ղուկասյան։ Ամեն դեպքում շարունակենք մեր զրույցը։ Պարոն Սասունյան, մենք մեր անելիքները միայն պայքարի մղումը խոսքն է եւ խոսքի ազատությունն է, որ ապրում ենք Միացյալ Նահանգներում։ Բայց այստեղ էլ ենք լուռ։ Այս խոսքի ազատությունը միայն հեռուստատեսություններով եւ եթերներով կայացնելու դեռևս այս իրավիճակը շատ քիչ է։ Ունենք հյուպատոսարաններ, ունենք դեսպանատուն, որևիցե միտեղ տեսնում եք, որ երիտասարդությունը այսպես նույն հյուպատոսարաններում, դեսպանատանի դիմաց ինչ որ քաոս ստեղծի, որ աշխարհին ցուցադրի, որ տեսեք ինչ է կատարվում։ Ուր են ակտիվիստները այս Սփյուռքում ապրող, ինչու չեն արտասնում ժողովրդին։ Ուրեմն որպեսզի արդարը լամ, կան այդպիսի մարդիկ, որոնք տեսանք Փաշինյանը որ Վաշինգտոն եկավ, այդտեղ կային մի տասնյակ երասարտներ, բաստարներով, որ փոխում էին, այստեղ երկար ժամանակ մենք վերջերս չեն անում, Հայաստանի հիվանդասրոնի առաջ փողոքի ցույցեր էին անում, հայրավոր մարդիկ հավաքվում էին, բայց վերջերս շատ չեն անում, ինչ որ անում են բավարար չի, որտեղ մի մարդ, որ սիրարվել է իր աթոռին, իշխանության, եւ չի ուզում աթոռը լքել, ինքը նախընտրում է իր աթոռը ավելի քան թե իր հայրենիքը։ Այո։ Այդ մարդուն պաշտոնից հանելով շատ դժվար է մի աշխատանք է, հեշտ բան չի, եւ պետք է շատ փուրն աշխատանք տարվի եւ բոլորը կողքովիկան հավաքվեն մեկ միավոր դառնան, որտեղ անչափ չեն կարող, երբ որ 500 հոգի գալիս է հրաբարակ, ոստիկանները ձեզում են այդ մարդուց, հեռացնում են, բայց եթե այդտեղ լինի 50,000, 100,000 հոգի, դժվարություններ կառաջանա շատ։ Ոչ մի ոստիկան չի կարող 100,000 հոգի ձեզել եւ ցերպակալել։ Ոստիկաններին իրենք է որ ձեզի ենթակա կլինեն, եթե փորձեն 100,000-ի թեմ հարձակվեն։ Ուրեմն մեր ժողովուրդը պետք է արթնանա, ինչ կարող եմ անել ես։ Ինձ ասում են ինչի համար է որ դու այդ քչերից ես որ խոսում ես անընդհատ այս մասին, ասում են ինչ անեմ, ինչու ինձ հարցնում եք այդ հարցումը, հարցրեք այդ մարդուց որ լուր են։ Նաև քիչ առաջ մի բան ասացիք որ ուզում եմ ես պատասխանել, ասացիք որ ասում են դուք ձեր դակ Կալիֆոռնիա նստել եք։ Շատ են ասում։ Ուրեմն ես հետեւյալը ասում եմ, ինձ իսպաներենից շատ ասել են, ես շատ հստակ պատասխանում եմ։ Ձեզ երևի ավելի շատ են ասել։ Որտեղ բանտատ ես գնահատում եմ։ Ուրեմն Փաշինյանի մարդիկը ամենաշատս ասում են, չէ, դու իրավունք չունես Պերանտ բացելու, դու Սփյուռքում նստել ես։ Ուրեմն ես դալիս եմ հետևյալ պատասխանները։ Առաջին, խոսքի ազատությունը Աստծո դրված իրավունքն է սահմանությամբ Ամերիկայի եւ տարբեր երկրների, ես իրավունք ունեմ իմ գործիքը հայտնելու։ Չեմ ասում բռնություն գործադրելու, մարդ սպանելու։ Իմ գործիքը հայտնելու իրավունք ունեմ։ Ոչ մեկը իրավունք չունի, ինչ ասելու որ դու իրավունք չունես խոսալու։ Դա շատ արդարոց մի բան է։ Մենք չենք ապրում Հյուսային Կորեայում, ուր քեզ ցերպակալեն կանեդանաս։ Ուրեմն դա առաջինն է, որպես մարդ իրավունք ազատության։ Եվ Փաշինյանը որ խոսում է դեմոկրատիայի մասին, խոսքի ազատությունը առաջին սկզբունքն է ազատության։ Դա մեկ։ Երկրորդ, իմ բարակային, ես քանի որ ժուրնալիստ եմ, ամերիկյան օրենքներով ժուրնալիստը ավելի նույնիսկ իրավունք ունի, քան թե բարձ քաղաքացի խոսքի ազատության, որտեղ խմբագրականներ են կրում, վերլուծումներ են անում, դեղություն են տալիս, ոնց կարելի է ժուրնալիստին ասել, որ իրավունք չունի կարծիք հայտնելու։ Շատ արդարոց մի բան է անհավատալի։ Երրորդը եւ վերջին պատասխանը, ասում եմ որ նայեք, եւ որ ասում եք դու ապրում ես Ամերիկայում, իրավունք ունես Հայաստանի ներքին հարցերին խառնվելու, ես ասում եմ որ լավ, ինձ պատասխանեք հետեւյալ հարցումին։ Ինչ է պատճառը, որ մենք ամեն օր որ նայում ենք աշխարհի լուրերին, միջազգային լուրերին, այսօր Չինաստանը այդպես եղել, Ռուսաստանը, Ճապոնը, Ֆրանսիան եւ այլն, ամեն ինչի մասին մենք կարծիք հայտնում ենք, չէ՞, լավ կամ վատ։ Ինչ է պատճառը, որ ես իրավունք ունեմ Չինաստանի մասին կարծիք հայտնելու, բայց Հայաստանի մասին որ իմ հայրենիքն է,
իրավունք չունեմ։ այո։ Եթե ինձ համար ամենակարևոր երկիրը, որում մասին ուզում եմ գարձիկ հայտնել, դա էլ Հայաստանն է, ոչ թե Չինաստանը։ Շատ հաճախ էլ երբ ասում են մեր վարչապետին բան մի ասեք, կներեք, բայց Ճապոնիայի վարչապետին ասենք, մենք սրտացավ ենք մեր երկրի համար եւ Մյուսների մասին ասում ենք մենք, ասում ենք մյուսների մասին։ Հայաստանի Պարոն մասին ասում Սասունյան, ենք։ շատ շնորհակալություն, որ ժամանակ գտաք, կարծում եմ մեր զրույցը ստացվեց, բայց միևնույն է, մենք դեռ գործ ունենք անելու եւ տա Աստված, որ մենք հաջողվենք եւ այս անիրական իրականությունը օրերից մի օր ավարտվի եւ մարդիկ իսկապես թեթևանան, սփոփվեն եւ կարողանան լիարժեք գործել եւ պահել ու պահպանել Մայր Հայաստանը։ Շնորհակալություն ձեզ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, բարի օր։ Իմ շատ սիրելի հեռուստացողներ, այսօր այսքանը, ապրեք խաղաղությամբ, եղեք երջանիկ, եղեք ապահով եւ հաճախ հետևեք մեզ եւ ամենուրեք եղեք հայ։ Դե ինչ, ցտեսություն։